Մեր այսօրվա թեման վերջին 2 ամսվա ընթացքում բավական հաճախ քննարկված արևմտյան ադրբեջանցի եզրույթի հակահայկական ձևակերպման եւ իհարկե իրենց վերադարձի խնդրի մասին է։ Չնայած նրան, որ կա ձևավորված այսպես կոչված խաղաղության օրակարգ, Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է առաջ տանել արևմտյան Ադրբեջան կազմակերպությունը, որը ինքնին նպատակ ունի կլանելու Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպես են պատրաստում ադրբեջանցիները վերադառնալ։ Այս հարցը թերևս ամենակարևորն է։ Նախ նշենք, որ արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը վերջին 4 տարում պարբերաբար կազմակերպում է ֆորումներ, նկարագրում է պատմական իրավիճակները այնպես, ինչպես Ադրբեջանին է հարմար, հրապարակում է գրքեր, հրապարակում է տարատեսակ կեղծ քարտեզներ եւ միջազգային հանրության մոտ փորձում տպավորություն ստեղծել, որ արևմտյան Ադրբեջան եզրույթը կամ այդ կազմակերպությունը եւ պատմական պահանջը իրավացի է։ Սակայն որպեսզի հասկանանք, թե ինչպես են ադրբեջանցիները պատրաստվում վերադառնալ Հայաստան, նախ պետք է դիտարկենք դրա փուլային տարբերակը։ Սկսենք օրինակ առաջին փուլից։ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը վերջին մի քանի տարում ակտիվացրել է միջազգային հարաբերություններում իր այսպես կոչված ներդրման process-ը։ Այսինքն Ադրբեջանի տարբեր դեսպանատներ տարբեր երկրներում ներկայացուցիչ ունեն հենց դեսպանատանը, որը ինքնին սպասարկում է արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի կեղծ օրակարգը։ Ներկայացնում է միջազգային իրենց գործընկերներին պատմական եզրույթներ, պատմական քարտեզներ եւ ձևավորում է արտաքին քաղաքական այնպիսի մթնոլորտ, որ միջազգային հանրության մոտ ընկալելիությունը արևմտյան Ադրբեջան ասվածի լինի բավական իրական։ Կարելի է հստակ փաստել, որ առաջին փուլը թերևս իրականացված է։ Հիմա անցնենք երկրորդ փուլին։ Նախ նշենք, որ արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը ինքնին ունի մոտեցում այսպես կոչված վերադարձի իրավունքը ավելի մերձեցնելու եւ ավելի հնարավոր դարձնելու։ Ինչ է դրա համար հարկավոր։ Առաջի հերթին թույլ ղեկավար, այսինքն Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա թույլ ղեկավար, այսինքն հնազանդ ղեկավար, ով պատրաստ է իրականացնել ադրբեջանցիների հանձինս Իլհամ Ալիևի պահանջները։ Իսկ որպեսզի խոսքս ավելի հիմնավոր լինի, ինչպես են ադրբեջանցիները դրանք պլանավորում։ Նախ եւ առաջ մենք շատ լավ գիտենք, որ այսօր կա սահմանամերձ հատվածների դպրոցների փակում, պետական գաղափարախոսությունն է դա այսօրվա իշխանությունների։ Իսկ ադրբեջանցիները հատկապես իրենց հրապարակած քարտեզներում խիտ բնակեցում են ապահովում այն տարածքներում, որոնք սահմանակից են Ադրբեջան եւ Հայաստան սահմանին, այսինքն այն դատարկվող գյուղերին, որտեղ դպրոցների փակման պարագայում դատարկման եւ արտագաղթի խնդիրը էականորեն կմեծանա։ Արձանագրենք, որ երկրորդ փուլը արդեն իրականացման փուլում է։ Երրորդ փուլի մասին կասեմ, որ արևմտյան Ադրբեջանը որպես հակահայկական կառույց ձևակերպում է իր պահանջները խաղաղության պայմանագրի եւ նշում, որ վերջնական խաղաղությունը հնարավոր է միայն արևմտյան ադրբեջանցիների վերադարձով եւ դրա ամրագրումը որպես փաստ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կոնտեքստում։ Իսկ հիմա խնդրեմ տեսանյութը ձեր եթերում։ 4.1. Այդ նպատակով համայնքը ձգտելու է հասնել նրան, որ արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենիք վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը ներառվի որպես Հայաստանի պարտավորություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրում։ Հաջորդ փուլը 4-ն է։ Մենք շատ հաճախ լսում ենք, որ Իլհամ Ալիևը խոսում է Հայաստանի սուվերեն տարածքների մասին, դրանք անվանելով որպես Ադրբեջանի պատմական տարածքներ։ Նաև նշում է, որ արևմտյան ադրբեջանցիներ կոչվածը պետք է իրենց սեփականությունը վերականգնեն, որովհետև ժամանակին ունեցել են եւ գույք, եւ սեփականություն, եւ հարստություններ Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն այստեղ առաջ է քաշվում ադրբեջանցիների իրավունքի վերականգնման process-ը, որը նույնպես արձանագրված է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի տեսլականի մեջ։ Իսկ հիմա տեսանյութը։ 4.6. Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի ադրբեջանցիներին պատկանող գույքի եւ համայնքների հողերի վերադարձը, ինչպես նաև փոխհատուցի գույքային վնասներն ու կորուստները, որոնք առաջացել են գույքի օգտագործումը խոչընդոտելու հետևանքով։ Հայաստանի կառավարությունը պետք է հոգա ադրբեջանցիների գույքային իրավունքների վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը եւ ձեռնարկի դրա համար անհրաժեշտ մյուս բոլոր միջոցառումները։ 5-րդ փուլը իրենից ենթադրում է այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն, բայց փոքր քանակով։ Ինչպես են իրենք դա պատկերացնում։ Մենք ունենք հստակ օրինակ Արցախով։ Մենք գիտենք, որ այս վերջին 6 տարվա կտրվածքում Արցախի տարածքները վերաբնակեցվել են ադրբեջանցիներով շատ քիչ թվականակով։ Մենք այդ տվյալները ունենք։ Նույն պրոյեկցիան արվելու է Հայաստանի Հանրապետության վրա։ Այսինքն, նախ առաջ է քաշվելու, որ մենք արդեն ունենք հաստատված խաղաղության պայմանագիր, կնքված խաղաղության պայմանագիր։ Եվ որպեսզի դրանք ռեալիզացվեն եւ մենք ապացուցենք ադրբեջանցիներին, սա իհարկե Նիկոլի Գոհարնն է, որին ես փորձում եմ մոտավոր պատկերացնելով իմ փորձագիտական միտքը ձեզ հետ կիսվել, ներկայացնել։
Ուրեմն, եւ այս օրակարգի ներքո դա արվելու է այնպես, որ ներկայացվի խաղաղության օրակարգի վերջնական փուլի իրականացում։ Այսինքն, ներկայացվել է, որ արևմտյան ադրբեջանցիները կամ առհասարակ ադրբեջանցիները այլևս վտանգ չեն ներկայացնում հայ ժողովրդին եւ կարող են իրար կողքի ապրել։ Իսկ հիմա հարցս ձեզ, հարգելի հեռուստադիտող կամ իմ հարգելի հայրենակից, որքանով դուք ձեզ ապահով կզգաք, եթե իմանաք, որ ձեր հարևանը այն ադրբեջանցին է, ով 90-ականներին կոտորել է, եթե ձեր բարեկամներին չէ, ապա ձեր շրջապատից որևէ մեկի հարազատին, այն ադրբեջանցին է, ով 44-օրյա պատերազմի ժամանակ վիզ էր կտրում քաղաքացիական անձանց, եւ այն ադրբեջանցին է, ով օր ու գիշեր մտածում է հայերին ոչնչացնելու մասին։ Ամփոփելու համար ասեմ, որ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը մենք գիտենք, որ ինքնին կեղծիքի հիման վրա ստեղծված կազմակերպություն է, բայց արդեն ունի տեսլական։ Տեսլականում արձանագրված է, որ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձը պետք է ապահովի խաղաղության վերջնական պայմանագրի հետևանքով, Հայաստանը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների գույքի եւ իրենց ունեցվածքի վերադարձը, պետք է նաեւ հնարավորություն տա իրենց ունենալ իրենց սեփական ոստիկանությունը, կառավարման մարմինները եւ գազատարը, ջրատարը, էլեկտրահաղորդման լարերը նույնպես պետք է ոչ թե սնուցվեն Հայաստանի Հանրապետությունից, այլ գան Ադրբեջանի տարածքից։ Այսինքն փաստացի փորձ է արվում Հայաստանի Հանրապետության մեջ ունենալ մի պետություն, որը Հայաստանի Հանրապետությանը չի պատկանում։ Իսկ եթե որոշ իմ հարգելի հայրենակիցներ կգտնեն, որ իմ խոսքերը ուռճացված են, ես պարզապես պարտավոր եմ հիշեցնել 2018 թվականը, երբ քչերն էին ասում, որ Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանության Արցախը հանձնելու, իսկ շատերը պարզապես հավատում էին Նիկոլ Փաշինյանի խոսքերին։ Ձեզ հետ է ես, Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս։ Լավ եղեք, կհանդիպենք։